Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեկի հետ միասին մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանը որոշել է ամանորի կապակցությամբ տարվա եւ իրադարձությունների ամփոփման նպատակով հյուրեր հրավիրել։ Եվ ահա այդպիսի մի հյուր է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Բանջարաբոստանային մեթոդների կիրառումով մենք այդ մշակումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Բաժանորդագրվեք, հավանեք այս տեսանյութը, տարածեք այն, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք։ Մշակվում է Արայիկ Հարությունյան։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք տարին կամփոփենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Բարի երեկո պարոն Հարությունյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ընտրությունները մոտ են, ընդհանուր շրջանը նաև ամփոփենք, պարոն Հարությունյան։ 2018 թվականից մենք 3 մեծ ստրես ապրեցինք, հեղափոխությունը, որը շատ մեծ ստրես է, հետո եղավ համաճարակ, պատերազմ, հա, սրանք շատ լուրջ փորձություններ են, թե պետական համակարգի համար, թե հասարակության համար։ Այ ոնց կգնահատեք, մենք շատ հաճախ ենք, չէ՞, ասում պետություն չունենք։ Այ ոնց կգնահատեք, պետությունը ոնց կարողացավ այս 3-ը հաղթահարի։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն, որ հնարավորություն եք տալիս տարին ամփոփելու։ Ես մտածել եմ այս թեմայով, որովհետեւ անհրաժեշտ է 8 տարվա փուլը ամփոփել եւ այո իրոք դրանք մեծ ստրեսեր էին եւ եթե նույնիսկ սրանցից մեկը որևէ պետության կյանքում տեղի ունենում հետ ցնցումները եւ վերականգնումը բավականին երկար է տևում։ Փաստորեն մտածել է Պետրոս, այս մարդը մտածող է, Սպինոզա։ Օրինակ դու մտածել գիտես Պետրոս։ Դու չգիտես, չես կարող մտածես։ Իսկ ինքը մտածում է եւ ամփոփում է ու ամփոփելուց ինչ եզրահանգման է գալի որ ժողովրդին սրանք խոստացել էին որպեսզի բերեն անվտանգություն, բարեկեցություն, զարգացում, արդարություն, բայց բերել են մենակ ստրես։ Ասիր քանից են բերել Պետրոս 3-ը, այդ 3 մենակ դու ես զգացել, ոնց որ շատ այլ է։ Ստրեսաբերներն են իրանք, ստրեսաթիմ։ Եվ այս 3 ստրեսերը, մեծ ստրեսերը Հայաստանի Հանրապետության կյանքում եղել են շատ կարճ ժամանակահատվածում, 8 տարիների ընթացքում, եւ ես միանշանակորեն կարող եմ ասել, որ պետական համակարգը բացառությամբ 1-2 ոլորտի կարողացել է իր առջև դրված խնդիրները լուծել։ Փաստորեն կարճ ժամանակահատվածում ես իշխանություն տեսել ես Պետրոս։ Մարդիկ կան տասնամյակներով ղեկավարում են, ոչ մի սրանք կարճ ժամանակահատվածում ստրեսի ինչքան տեսակար բերել են, տենեմ ես շնորհքով ստրես բերողներ են ախպեր ջան, ստրեսաբերներ։ Նույն պատերազմի ընթացքում պետական համակարգը եւ ապարատը հիմնականում լուծեց իր առջև դրված խնդիրները եւ մենք մեծ ցնցումներ ու բացի անվտանգային խնդիրներից չունեցանք։ Դա վերաբերում է օրինակ ֆինանսական ոլորտին։ Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ցնցումներ են տեղի ունենում, դրամի արժեզրկում է տեղի ունենում, բանկերն են խնդիրներ ունենում, առհասարակ ֆինանսական համակարգն է խնդիր ունենում։ Ընդհակառակը մեզ մոտ ուրեմն օրինակ անշարժ գույքի առումով, որը ամենամեծ ցուցիչներից մեկն է ֆինանսական ճգնաժամերի եւ ցնցումների, որևէ բան տեղի չունեցավ։ Հասկացար Պետրոս, մտ լսե ինչ ասում, այդ ցավը տանեմ։ Ասում եմ մեր երկրում այս ստրեսները որ եղել են, մենք մենակ անվտանգային առումով ենք խնդիրներ ունեցել, անվտանգության համակարգ չենք կարողացել պահպանենք, վերացել ենք։ Որտեղ որ անվտանգություն չկա, պետությունը վերանում մնացածը սաղ չոտքի, ասենք օրինակ ֆինանսական համակարգը, որը որ կառավարությունը չի վերահսկում, դա կենտրոնական բանկի իրավասության ոլորտում է ու Հայաստանի ֆինանսական համակարգը այնպիսին է ստեղծվել տարիների ընթացքում, որ նույնիսկ 2008-2010 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ոչ մի բանկ Հայաստանում չի սննկացել, չի լուծարվել ֆինանսական կոլապսներում։ Վետել կառավարությունից
Այսինքն միակ բանը, որ իրանց հետ կապված չի, այդ միակ բանը պահպանվել է։ Մնացածն է դե հիմա Պետրոս ջան, չստացվավ էլի, ինչ անենք այ ախպեր։ Անտեր մնացած այդ անվտանգությունը հնարավոր չէ լավ ապահովել, վերացան, բայց զաթի տների գները մնացել է նույնը։ Դες մարդի, դե քեզ հետ դու էլ ես, չէ, երկու հատ տուն դու ես, չէ, առը։ Սա տաներ եք, չէ, առնում դու։ Դրա համար կարևորը տաների գինը ելնի կայուն։ Հանկարծ չիշնի։ Բասենք ես մարդ այդ տուն առնի, մեկ է տաների գինը իշնի, ինչի նման կլինի։ Շատ քննադատություն կա, որ պատերազմի օրերին, պատերազմի ժամանակ ոչ թե հետո, այլ պետական ապարատը լավ չաշխատեց։ Որ ոլորտում։ Այդ դա միայն քննադատություն է։ Երբ որ դու մեջն ես եւ տեսնում ես, թե ոնց է պետական ապարատը արձագանքում այդ ստրեսային իրավիճակներին եւ տարբեր խնդիրներ լուծում, դա այդպես չես ասի։ Մենք նույն պատերազմի ժամանակ երկու ճգնաժամեր ունենք՝ պատերազմ եւ COVID։ Ընդ որում COVID-ը պատերազմի օրերին շատ ավելի սրվեց, որովհետեւ մարդիկ ավելի զբաղված էին պատերազմով, այդ խնդրի հաղթահարմամբ եւ մեծ ուշադրություն չեն դարձնում COVID-ի դեմ պայքարին եւ թվերը սկսեցին մեծանալ, առողջապահական համակարգը բավականին լուրջ արձագանքեց դրան։ Մի րոպե, Պետրոս, էսի ոնց որ ասում ես ներսից եմ, բայց դու ներսից ձեր կայացրած որոշումները չեք կարդում, պարոն Հարությունյան։ Նույն հիմա լսի Պետրոս իրականությունը։ Հայաստանում COVID-ի կապակցությամբ սրանք արտակարգ դրություն են հայտարարի 20 թվականի մարտի 16-ին, այդ ժամանակ հələ պատերազմ չկար։ COVID-ով պայմանավորված արտակարգ դրությունը չեղարկել են 2020 թվականի սեպտեմբերի 11-ին, ասեցիր, սեպտեմբերի 11։ Այսինքն արտակարգ դրությունը չեն չեղարկում, որովհետև արդեն ցուցանիշները անհանգստացնող չեն, կարան արտակարգ դրությունը չեղարկեն։ Հիմա ուշադիր լսի։ Դրանից 4 օր հետո նշանակում են Սահմանադրական դատարանի 3 դատավորներ այդ փոփոխություններից հետո, որ այդ փոփոխությունները կատարվել են արտակարգ դրության պայմաններում։ Դու իմ հասկացած չէ արտակարգ դրությունը ինչի համար են արել, COVID-ով հետ կապ չունի, ՍԴ կապ ունի։ Սեպտեմբերի 15-ին այդ 3 դատավորները նշանակվել են, իրանք արդեն այնտեղ ունեին 5 դատավոր, որ կարան որոշումներ կայացնեն։ Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսել է հայտարարել ռազմական դրություն։ Ինք ասում է պատերազմի օրերին COVID ավել, բա որ COVID-ը բարձրացավ, արտակարգ դրությունը չի չէիք հայտարարել COVID-ի դեմ պայքարի։ Չեղարկել եք դուք սեպտեմբերի 11-ին։ Այսինքն մեր երկրում արտակարգ դրության եւ ռազմական դրության միջեւ ընդամենը 15 օր է եղել։ Ինչ եկել են իշխանության, այս երկիրը կամ արտակարգ դրության մեջ է, կամ ռազմական դրության մեջ։ Եվ սա օրինակներից մեկն է։ Ես այդտեղ առարկայական քննադատությունը պետք է լսել։ Առանձին դեպքերում կընդունեմ, եթե դրանք լինեն, բայց ընդհանուր առմամբ եւ վարչապետն էլ դրա մասին խոսեց վերջերս պետական համակարգի աշխատողների ժողովում, որ պետական աշխատողը շատ ճիշտ է կողմնորոշվել այս 8 տարիներին եւ կարողացել է պետության եւ պետականության շահերը պահել։ Առարկայական քննադատություն ես ուզում։ Դե հանվի նստի ու լսի։ Արտակարգ դրությունը եւ ռազմական դրությունը դրանք պետության կառավարման հատուկ սահմանադրական ռեժիմներն են, որոնք սահմանվում են պետության անվտանգության եւ սահմանադրական կարգի սպառնալիքների առկայության դեպքում։ Երբ որ երկրում հայտարարվում է արտակարգ դրություն կամ ռազմական դրություն, բոլոր պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ հատուկ առաջադրանք ունեցող կազմակերպությունները անցնում են ըստ պլանի գործողությունների։ Դուք պետական կառավարման համակարգում ռազմական դրության պայմաններում ըստ պլանի գործողություններ եք արել։ Հələ հարցուր ասա Պետրոս, հələ հարցուր էլի սրան, ասա ռազմական դրության ժամանակ պետական կառավարման համակարգի պաշտոնյաները, որոնք պիտի ամեն մեկ իր կաբինետում նստածել էին, ուր էին։ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ ուր էր, Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման նախարար ուր էր, ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան։ Թողը մատ ասի էլի ուր էին ու ինչ էին անում ռազմական դրության։ Մենակ Լուլոյինը չասես, Լուլոյինը ամոթ է։ Թե Լուլուն ուր էր, ինչ էր անում, այդ մեկ մի ասա։ Մնացածը հələ մի հատ ասա։ Բա պետական կառավարման համակարգը պիտի գործեր ըստ պլանի, ըստ ռազմական դրության, որ խնդիրները լուծեր։ Դուք ըստ պլանի եք գործել։ Բայց մարզպետները, որ քաղաքացիական պաշտպանության մարզային շտաբերի ղեկավարներ էին,
Իշ կամավորական ջոկատներ էին հավաքում, որ գնային ռազմաճակատ, տենց էլ ոչ մեկ չգնաց, ոչ մեկ չմեռավ, ոչ մեկ չվիրավորվավ։ Շատ արդյունավետ են գործել, շատ պիտի ներսից հլես, որ իմանաս ինչեր են արել Պետրոս։ Ուղղակի մենակ այդ անվտանգություն, պատերազմի ժամանակ մենակ մի խնդրեմ են ունեցես մարդիկ, անվտանգություն։ Մնացածը սա չոտքի է եղել, ասենք կրթությունն է, գիտությունը, սոցիալական ապահովությունը, գյուղատնտեսությունը, դեկտեմբերին օրինակ շատ լավ գյուղատնտեսություն էր, նոյեմբերին, դեկտեմբերին, պատերազմի ժամանակ շատ լավ պետական ծրագրերը իրականացվել են։ Մենակ այդ տոնտեր մնացած անվտանգությունը չկարացնել է մարդիկ ապահովեն։ Դե էլ ոչինչ հիմա ջաները սաղալ է, պետությունն է, թող վերանը, չէ։ Չեն կարող անվտանգություն ապահովեն, թող վերան։ Նոր է կստեղծվի, 4-րդ։ 4-րդ չելի 5-րդ կլ։ 5-րդ չելի 6-րդ։ Պետությունն էլի կարելի սարքել է գեսի մի շաբաթ մեկ կարելի ստեղծել էլի։ Մենք այս 8 տարիներին տեսանք կադրային, ասենք, անհատական, հա, լուրջ խնդիրներ։ ԱԳՆ-ում տեսանք, նախարար չկար, հետո եկավ ավելավա չգար, փոխնախարարներ չկային, տեսանք նույնը ՊՆ-ում, որ նախարարը 2 օր հետո մեկ է տենում ենք Մոսկվայում, գլխավոր շտաբի պետ, ներքին գործերի նախարար իրար վրա փոխվեց, ԱԱԾ նախարար իրար վրա փոխվեց, էներգետիկ, որ այդ համակարգային խնդիր է, երևում է։ Դա լուծվել է թե ոչ։ Պետրոս, դու անշնորհ, արա կադրերը այս մարդկանց են ամենաուժեղ կողմն է։ Կադրային քաղաքականությունը այս իշխանության են ամենաուժեղ սրանք են լավագույն կադրերին ճիշտ պահին, ճիշտ տեղում կարողանում են հենց ինքը։ Հələ ստե նայ ախպեր, հələ մտ նայ, էլի դեմքին նայ։ Սաղ ուրիշ բաներ են ասում, ես իմ հալոյի մալոյի, բայց հələ նա ինչքան խելացի, ինչքան փորձառու է, մասրա կենսագրությունը նայ։ Ինչքան պատրաստ ճիշտ տեղում։ Կադրերը ուղղակի ասում ես սրան հանին դրան դրին դրան հանին այսքան 6 հատ նախարար 6 հատ շտաբի պետ ԱԱԾ 6 տնօրեն 6 տարվա ընթացքում շատ են լավերը սրանց լավ կադրերը շատ են դա համար ասեք Զորիկ Մենացականյանի պես արտաքին գործերի նախարարից հետո մեն Արա Այվազյանին ոչ չնշանակեին Այն Արմեն Գրիգորյանին ոչ չբերեին պաշտոնակա դրանից հետո Արադ լավ դրանք լավագույն դիվանագետություն համաշխարհային մակարդակի դիվանա ոչ չանեին դրա Դավիթ Տոնոյանին հանեցին, M1-ի նշանակեցին, Վաղարշակ Հարությունյանը գիտես ինչ փորձառու, մենակ այդ անտեր մնացած չի կարող պահի, բայց ասեք, բայց նա որպես նախարար գիտես ինչ փայլուն կադրը շատ են սրանց զինված ուժերի շտաբերի պետերը, լավերը շատ են։ Դրա համար պիտի ժամանակն է քիչ է, պիտի հասցնես սաղին նշանակել։ Դա համար Արգիշտի Քյարամյանին ասեն ԱԱԾ տնօրեն, դրանից քանի ԱԱԾ տնօրեն փոխեցին։ Լավերը շատ են, պիտի բոլորին հասցնեն նշանակեն, թե չէ։ Հետո են անտերերը ուղղակի հոգնում են, էլի նան Աբազյանը, հոգնավ, չդիմացավ, հոգնավ, գնացել է հիմա Հանգստանում է։ Դու չես հոգնում, չէ, Արայիկ ջան, դու Բոդրը ինքը չի հոգնում, Ռոմանոս չի հոգնում, Ռոմանոսը միշտ, Բոդրի միշտ, կանգուն, միշտ, պատրաստ։ Ուղղակի մի քանիսը կան հոգնում են, էլի, հոգնում են։ Ես կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարությունում այդ խնդիրը լուծվել է եւ պետք է ասեմ, որ հաճելիորեն մենք ներսում զարմանում ենք այն արդյունքներից, որոնք ունի արտաքին գործերի նախարարությունը, որովհետեւ դուք ճիշտ եք նշում, որ ճգնաժամից մեկը, երբ որ 1-2 օղակ նշեցի, մեկ պաշտպանության նախարարությունն էր, մյուսը արտաքին գործերի նախարարությունն էր, մենք տեսնում ենք այդ խնդիրները այնտեղ, եւ սա կապված է այն դոկտրինների տրամաբանության հետ, որ դրված էր այս երկու նախարարությունների եւ ուղղությունների հիմքում, արտգործ նախարարության հիմքում այն էր, որ մինչև դաբրը չտան որևէ աշխարհակաղակական կենտրոնից, այս դեպքում կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնից իրանք չէին գործում եւ կամ ընդհանուր տրամադրությունները մինչև չհասկանային ինչա կատարում գործողություններ չէին արվում, իսկ պաշտպանության նախարարության եւ անվտանգային համակարգի հիմքում դրված էր հետեւյալ գաղափարը, որ ինչ էլ լինի, մեզ կգան կփրկեն։ Մի րոպես ինչ էր խոսում Պետրոս։ Այդ աղա
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը գործող վերջին անգամ հաստատվել է 2020 թվականի հուլիսի 7-ին։ 2020 թվականը գիտես երբ է Պետրոս։ Իրանց իշխանության գալուց 2 տարի հետո իշխանության են 2018-ի մայիսին ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատել են 2020 թվականի հուլիսին։ Այսինքն դուք դոկտրին եք հաստատել, որ պիտի աշխարհաքաղաքական մի կենտրոնից Հայաստանի ձեր նշանակած արտաքին գործերի նախարարին թելադրեն, թե նա ինչ պիտի անի, նա էլ էդի անի, կամ ձեր նշանակած պաշտպանության նախարարին ինչ որ մեկը հրահանգներ տա, ոչ թե Նիկոլ Փաշինյանը հրահանգ տա, այլ ասենք Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգ տա, ձեր նշանակած նախարարն էլ անի դա, այդ է գրել որպես դու։ Ձեր կառավարության գործունեության ծրագրում դա է գրած։ Որը սրանք ռուսի շպիոն են, այ Պետրոս։ Ազդեցության գործակալ է, դե իր ասելուց տենց է ստացվում։ Կարող է դու ես արա ռուսի շպիոն։ Եվ սա թերևս քույր դոկտրիներ էին կարելի ասել։ Այո, քույր դոկտրիներ են, եւ սա թերևս ամենաբացական դերը խաղաց նաեւ պատերազմի ընթացքում, երբ որ առաջին օրվանից ամենաբարձր մակարդակով ներսում դու տեսնում ես, որ ինչ որ փրկության էին սպասում, եւ դա բնականաբար թուլացնում է կամքը։ Մինապ այդ տղա Արա դու էլ այդ Նիկոլի ասածները շանտեղ չես դնում։ Հələ մի հատ բացի պատերազմի ժամանակվա քու վարչապետի Նիկոլ Փաշինյանի ուղերձները, կոչերը, ելույթները, հարցազրույցները կարդա։ Տեսնդ միտեղ ասվում, որ ինքը ամենաբարձր մակարդակի վարչապետի մակարդակն է, չէ՞, որ ինքը օգնության է սպասում ինչ որ տեղից։ Ինք ասում են, հələ սա մեր հայրենիքն է, մենք մեր երկրով, մեր բանակով, կամավորներ, հելեք եկեք տնից, կասկաները վերցրեք, բրոնե ժիլետը վերցրեք, կասկա չունենաք ջանդամը, մի հատ կաստրուկ, տրեք գխներիդ հելեք եկեք, գնացեք, հայրենիքը ումից եք ուզե դուք աջավ, ես ինչեր է խոսում Պետրոս։ Արա կարող այսի, սրանք մտածում են, որ այս ժողովուրդը հավա, հիշողություն չունեն, խելքները ցնդելա, այլևս 5 տարվա տեղի ունեցած էլ ոչ մեկ չի հիշում։ Իրանց այսօրվա ասածը պետք է հիշենք մենակ։ Արա կարող է դու բիբար ես։ Չէ, սխալվեցի լավ կներես, դու Արայիկ Հարությունյանն ես, բիբար չես։ Հիմա մենք այս երկու ուղղություններն էլ բավականին բարեփոխել ենք եւ կարծում եմ, որ հսկայական քայլեր են արել նաեւ պաշտպանական ոլորտում, սկսած բովանդակությունից, բանակի կերպափոխման հայեցակարգից, ատեստավորումներից, երբ որ շատ ավելի որակյալ մարդիկ են ներգրավում համակարգում եւ բոլոր նրանք, ովքեր ներսում են, կրթական տարբեր ծրագրերի միջոցով ավելացնում են իրենց գիտելիքը, կարողությունը եւ հմտությունը, դրանով նաեւ ավելացնում են մեր բանակի մարտունակությունը։ Դա ճիշտ ասում Պետրոս, բանակում հիմա ատեստավորում են անում ու այդ բարձր սպայական կազմը, գիտես ինչա նշանակում, որ գնդապետներն ու գեներալները Պապիկյանը կանգնած նայում է, իրան կախվում են տուրնիկից։ Երբ որ գեներալը կամ գնդապետը կախվում է տուրնիկից, իր ինտելեկտուալ մակարդակը բարձրանում է։ Եթե դրա հետ միասին մի 500 մետր էլ այդ մեծ փորով կարողանա վազի, ինտելեկտը, օրինակ Պետրոս, դու էլ փորձի, դու ինտելեկտի պրոբլեմ ունես, դու հələ մի հատ էթում ես այդ մարզական կենտրոնները սաղվաղ տապչաների վրա մենակ էթու փռվում ես տուրնիկից հələ կախվի, հələ մի հատ տուրնիկից կախվի, տես ինչքանա քո ինտելեկտը, կլես մի հատ լրիվ ուրիշ Պետրոս, տուրնիկ Պետրոս, հələ մի հատ դու փորձի մի 100 մետր, 500-ը քեզ շատ է, 100 մետր վազի։ Հիմա մեր բանակը այդենց վերապատրաստումների մեջ է ու շատ է փոխվել, շատ է փոխվել։ Հիմա արդեն անվտանգության խնդիրները լուծված են։ Պրոստը այն Ադրբեջանի
նախագահը, մեկ է դրանց պաշտպանության նախարարը, անասուն էլի։ Ասում են, բանը, այսօր Հայաստանի զինված ուժերը գտնվում են այն վիճակում, որ այտենց մարտական խնդիր չկա, որ մենք մեր առջև դնենք, չկարողանանք լուծել։ Հիմար էլի։ Տեղյակ չեն էլի, որ այս մարդիկ մեր գեներալներին ու գնդապետներին կախել են տուրնիկներից։ Անտեղյակ բան, ոչ հետախուզություն է, ոչ ռազմական, ոչ բան։ Մեր բանակը շատ է փոխվել, շատ։ Պետրոսյան, հա օբյեկտիվորեն էլի Պապիկյանն է նախարար, զորավար։ Հմուտ զորավար, նա գիտես, բանակում, երբ որ ինքը բանակում ծառայել է, իր սպային դանակահարել է, գնացել դատվել է։ Նստացել է, ասենք նախկինում դատված տղա այսօր մեր պաշտպանության նախարար, դու մտածում ես, նա կարող է այսօր թուրքերի ահու սարսափն է։ Նկարը նայում են, արդեն փախնում են այդ դիրքերից։ Պարոն Հարությունյան, դուք ասացիք, որ այդ երկու ոլորտի տրամաբանությունները, որ մեզ կփրկեն եւ կգան մեր տեղը կորոշեն, այդ տրամաբանությունը այլ փաթեթավորմամբ կա, կամ նման այլ փաթեթավորում։ Նրանք ասում են, այ ձեր վերած խաղաղությունը իրական չի։ Եվ որն է իրականը։ Մենք Ադրբեջանին կդնենք պայմաններ եւ Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կկառուցենք, նրանք մեզ կսատարեն, մենք տարածաշրջանում կլինենք գործոն, կչեզոքացնենք թուրք-ադրբեջանական գործոնը եւ արժանապատիվ խաղաղություն կբերենք մեր երկրին։ Ես կարծում եմ, որ իրենք ժամանակ ունեցել են դա ապացուցելու եւ անելու եւ այդ ամենի հնարավորությունները ունեցել են, բայց չեն իրականացրել։ Այսինքն ոչ չեն իրականացրել։ Արա խոդու դդում չես, արա։ Բիբար չէ։ Այամ դու արայքներ է, անդադ խառնում եմ կներես։ Այսինքն ոչ չեն իրականացրել։ Խաղաղություն չի եղել։ Թե նորմալ կյանք չի եղել, ապահովություն չի եղել մեր երկրում, զարգացում, այսինքն ոչ չեն իրականացրել։ Բայց դու մեկ շարժ դուք եք ասում, ինչ եկել եք, մենակ արտակարգ դրություն եք բերել, մեկ է ռազմական դրություն եք բերել։ Հայաստանում ռազմական դրություն Հայաստանի պատմության մեջ Պետրոս եղել է մի անգամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Դուք եք բերել պատերազմ։ Ասում ես, բան ժամանակ իրանք հնարավորություն ունեին თუ անեին, հնարավորություն ունեին, անում էին, արել են։ Դուք եք սա խառն է իրար։ Արա այստեղ այդ մի բան չի, Պետրոս։ Իրա վրա չփորձես, կարող է հանկարծ ճաքի։ Կարող է ճաքի։ Սեղանի վրա հերիքա։ Շարունակել է։ Որովհետև այն ինչ որ նկարագրում են մտածածին է եւ սին է։ Ինչու։ Որովհետև իրենք փորձել են դա անել իրենց իշխանության ժամանակ։ Բայց իրենք ստացվել է։ Ղարաբաղը մեր Տենում ես անենց ռեակցիա տալի, ոնց որ մի 100 մետր արդեն վազած լինի։ Մի 100 էլ կավելացնես։ Մենք էինք թելադրում Կներեք, Ղարաբաղի հանգուցալուծումը չի եղել 18-ից 20 թվականների ընթացքում։ Ղարաբաղի հանգուցալուծումը եղել է 88-ից 2020 թվական ընկած ժամանակահատվածում եւ 18-ից 20-ը մի փոքր ժամանակն է եղել։ Մենք դեգրադացրել ենք, դեֆորմացրել ենք Ղարաբաղի խնդիրը այդ տարիներին, գնացել ենք մի բան բանակցել ենք եւ եկել ենք մեր ժողովրդին մի այլ բան խաբել ենք եւ հիմա այդ նույն տրամաբանությունը շարունակում է ընդդիմությունը։ Մի րոպե, բան չեք խաբել։ Ասում եմ 18-ից 20 թվերին մենք գնացել ենք մի բան բանակցել ենք, եկել ենք ժողովրդին խաբել ենք։ Արա դուք սուտ ասան եք արա։ Գնացել եք մի բան բանակցել եք, եկել եք ժողովրդին խաբել եք։ Հավատում ես Պետրոս։ Հավատում ես, որ սրանք սուտ են ասել, խաբել են։ Ասում է 88-ից մինչև 20 թիվը դեգրադացիա է եղել, ու այդ դեգրադացիայի հետևանքներն են եղել, որ Ղարաբաղը եղել, Ղարաբաղում հայեր են ելել, պատերազմում մենք հաղթել ենք, անվտանգային գոտիա ձևավորվել Ղարաբաղի։ Այդ սա սուտ դեգրադ Փառք Աստծո, հիմա այս վերջի շրջանում այս պատերազմը եղավ, այս մարդիկ էլ չկարողացան պատերազմի ժամանակ անվտանգային խնդիրներ լուծել, այն մյուս խնդիրների վրա շեշտը դրեցին հիմնական կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն։ Հա, ու
Սա եկավ ընկավ տեղը։ Հազիվ փառք Աստծո, այսօր այս մարդիկ այդ դեգրադացիաներից հետո կարացել են բերեն ասել սա գցեն շողոլի։ Հանճարեղ ղեկավարներն է Պետրոս։ Կուզեի չէ սրանից Ադրբեջանը մելեր։ Արա պատկերացնում ես սրանք լեն Ադրբեջանի ղեկավար Պետրոս։ Դու էլ լեր իրանց հեռուստատեսության մեկնաբանը։ Մենք էլ Հայաստանից նայենք, խնդայինք դրանց վրա։ Հիմա դրանք են էլ տենց անում։ Պարոն Հարությունյան, ընդդիմությունն ասում է, որ այ ձեր այս կոնցեպցիան է աչքին թոս փչոցի, ինչու՞, որովհետև Ադրբեջանը հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցք է, որ Սյունիքը դա արևմտյան Ադրբեջան է, Սևանը իրենց լիճն է, չի տալիս գերիներին, չի դուրս գալիս մեր հողերից։ Եվ նրանք ասում են, այս ամենը թշնամական գործողություն է։ Եվ այս պարագայում, երբ որ այս ամեն ինչը կա, ասել, որ մենք խաղաղություն ենք հասել, դա սին է։ Եվ երկրորդ, նրանք ասում են, այս տարածաշրջանում երկու հեգեմոն է լինելու, կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եթե դուք չեք ապավինում Ռուսաստանին իր բոլոր վատ կողմերով, դա էլ ընդունվում, որ այո, ամենալավ գործընկերը չի, բայց այլընտրանք չունենք։ Եթե դուք ասում եք դա Ռուսաստանը չի, ապա դա Թուրքիան եւ Ադրբեջանը իր բոլոր հետևանքներով։ Շատ լավ։ Առաջին հարցի հետ կապված, երբ որ դպրոցում պատմությունը մի քիչ լավ է սովորում եւ տարբեր երկրների օրինակները նայում ես, հատկապես հետ պատերազմյան ժամանակահատվածները, կտեսնես, որ ինչպես ձեր նշած 3 ցնցումների պատերազմ, COVID, հեղափոխություն վերականգնում եւ հետ ցնցումների երկար են տևում, խաղաղության գործընթացն էլ բավականին երկար է տևում։ Այսինքն դու դպրոցում որ լավ է սովորե, այն ժամանակ իմացել ես, որ քո դպրոցում սովորելու վաղ պատերազմ ա եղել, COVID ա եղել, ցնցումներ են եղել, հա։ Այդ իրա դպրոցի վաղ դա էլ է Պետրոս։ Թե այդ վաղ դու արդեն մեծ տղա էիր, նախարար էիր, հա, արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավար դրանից չէ, դրանից առաջ նախարար էր։ Արա Պետրոս սրանից հետո չէ քո կնիկը դառավ կրթության։ Արա բայց ափսոսել էր էլ ինքն էր լավ նախարար։ Քո կնիկը մենակ այդ դպրոցի զուգահեռներն է լավ կարողանում կազմակերպի։ Իսկ ինքը ընդհանուր կրթական համակարգը ասես բարձրացրեց մի ուրիշ բարձր լեվելի վրա։ Որտեղ դպրոցում լավ է սովորել։ Շատ լավ է սովորել։ Այնվա դասատուն իրան քյովիրի, ասերի կլոխը տտումի։ Դա ապացուցված է եւ Ռուսաստան տվյալ դեպքում ԽՍՀՄ Գերմանիա հարաբերություններով եւ բազմաթիվ այլ օրինակներ կարող ենք վերցնել նույն Գերմանիա եւ Ֆրանսիան պետք է ֆիքսենք որ ոչ Ադրբեջանը ոչ Հայաստանը խաղաղության պայմաններում չեն ապրել իրենց անկախությունից ի վեր եւ դա դարել է բնավորություն դա գենետիկ մակարդակով նստած է մարդկանց մոտ Եվ երբ որ մենք ասում ենք, որ այդ խաղաղությունը պետք է փայփայել, սրա մասին ենք խոսում եւ այնպես ինչպես ոչ Ադրբեջանի իշխանությունը եւ հասարակությունը, այլ Հայաստանի իշխանությունը եւ հասարակությունը առանց պատերազմ չեն ապրել եւ հետեւաբար այդ ֆանտոմային ցավերը, որոնք կան, նույն Զանգեզուրի միջանցք, արա սպասի էլ կարող է տտում ես, արա բութ ես դու Չես լսում Պետրոսը ինչ է հարցնում։ Պետրոսը հարցնում ասում է լսի, դուք ասում եք մենք խաղաղություն ենք գուրգուրում, փայփայում։ Բայց այնում հետ որ դուք պիտի խաղաղություն հաստատեք Ադրբեջանն է։ Նրանք ասում են Զանգեզուրը մերն է։ Նրանք ասում են Հայաստան չկա, այդ երկրի վրա տեղը պիտի լինի Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Նրանք ասում են, որ Սևանը մերն է, նրանք ասում են, որ գերիներ չենք տալու, նրանք ասում են, որ դուք մեր դուշմենն եք, դուշմենը նշանակում է թշնամի։ Պետրոսը քեզ էդ է հարցնում։ Դու ասում ես, ես դպրոցում լավ եմ սովորել, դասատուներ իմ ասերի գլուխը տտումի։ Կարաս հարցին պատասխանես, արա։ Եթե չես կարող, ասա Պետրոս ջան, ես հələ տուրնիկից չեմ կախվել, 100 մետր չեմ վազել, չեմ վերապատրաստվել, մնացել եմ բութ,
Չեմ կարա հարցի, դաժե քու հարցին, Պետրոս, դաժե քու հարցին, չեմ կարա պատասխանեմ։ Ոչ թե ապուշ նստես դուրս տաս։ Պետրոսյան, դու բան արային, ավանդական հարցը դու, ընդդիմությունը ասում է, այդ ձևակերպումով, դա քոին ամենասիրած ձևակերպումն է, չէ՞, իմասա տենանք ընդդիմությունը ինչ ասես ընթացքում ենք չենք լսել։ Պարոն Հարտոյան, իսկ ընդդիմությունը պնդում է հակառակը, որ տեսեք, դուք եք բոլորին կլիշավորում եւ տանում այդ դաշտ։ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նու ստեղ գոնե մի քիչ բարձ է, նախկիններ են եւ դեպի Ռուսաստան են տանում։ Թաթոյանը կրկին ով գալիս է ձեր դեմ, նախկինը եւ ռուսականը։ Մեծևովը նախկին են եւ ռուսական են։ Թևանյան Անդրանիկը նախկինը եւ ռուսականը։ Հայկոն նախկինը եւ ռուսականը։ Էդմոնը Մարուկյան դաշնակցությունը ով ձեր դեմ պայքարում է, դուք ասում եք նախկին ռուսականներ։ Բայց իրանք իրենց գործողություններով են դա ապացուցել, եկեք հերթով գնանք, էլի։ Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան բարձա, այստեղ այդ փաթեթավորումը արդեն ամբողջը բարձա։ Թաթոյան Արման։ Ասում պետք է նախկինները հեռանան։ Գիտեք, Մարտուն Գրիգորյանն էլ էր Գյումրիում, ասում ես ոչ մի դեպքում այդ հանցավորության մեջ մեղադրվող Վարդանիկին ձայն չեմ տալու։ Ինչ արեց։ Նույնը մեր ձևովի մասին խոսենք, ովքեր են նրանց հիմքում կանգնած, Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյան, Հանրապետական կուսակցության ուրեմն խմբակցության ղեկավար տարիներ շարունակ։ Մարտի 1-ի դեպքերից հետո, կարճ ժամանակ հետո, այդ մեծ ճգնաժամ պայմաններում համաձայնել է դառնալ Սերժ Սարգսյանի ուրեմն աշխատակազմի ղեկավար։ Մի րոպե, այսինքն դու մտածում ես, որ նախկիներից մարդիկ կան, որոնք հիմա ընդդիմություն են, բայց ձեր կուսակցությունում, ձեր շարքերում նախկիններ չկան, պետք է այդ Խաչատուր Սուքիասյանը շատ նոր է, նա ոնց որ երկու գումարման ազգային ժողովի պատգամավոր ա եղել նախկին իշխանության օրոք ու ընդդիմություն գործարար այն ժամանակ դες բան կար էլի կոչում էր օլիգարխ գործարար պատգամավորներ։ Էդի ոնց որ հիմա ձեր խմբակցության պատգամավորը, չէ՞ ԿՊ-ի։ Գագիկ Մելքոնյանը, որ ասում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում մարտի Գագիկ Մելքոնյանին Ռոբերտ Քոչարյանն է գեներալի կոչում տվել երկու անգամ գեներալ մայոր, հետո էլ գեներալ լեյտենանտ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է պաշտպանության նախարարի տեղակալ։ Վահագ Ալեքսանյանը, որ տրոսիկ չունեցե, էդի չի տվել։ Ինքն է եղել թիկունքի վարչության պետ, հետո ՊՆ փոխնախարար։ Սերգեյ Բագրատյան ունեն սրանք իրան, դու էլ ես ճանաչում դրան Պետրոս։ Վայոց ձորի մարզպետն է ել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում։ Հիմա ձեր խմբակցության պատգամավոր է, նախկիններ են մանգալ։ Կարող է մի քիչ նախկին մանգակ են բաներին գտնեք, արայ, Ֆելիքսին Ցոլակյան, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է եղել, Ռոբերտ Քոչյանի ժամանակ վերահսկողական ծառայության պետ է եղել, հարկայինի պետ է եղել, հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Շիրակի մարզպետ է եղել։ Հա մոռացել եք արդեն դրանց մասին։ Հələ մետ ուշադիր նայ, կարող է պարզվել Շիրակ Թորոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորը ընտրվել, եղել է խմբակցության բանին, Կնյազ Հասանովին առաջին անգամ մարտամեջով է բերել։ Հանրապետականներ են դրանք։ Արա Վահագ Ալեքսանյան, արա ձեր ԲՀԿ-ի ձեր ԲՀԿ-ի Երիտ թևից չի ելեք ամեն Գևորգ Պապոյան ուսխորհրդի տնտեսագիտական համալսարանի ֆիկտիվ հանրապետականներ այլ է։ Արա սա ի՞նչ է խոսում Պետրոս, արա սրանք իրանք իրաց չեն ճանաչում։ Կա ես եմ նախքին։ Իհարկե իրանք են։ Իրանք բոլորը այդ մի փաթեթը։ Դրանք փաթեթ են։ Էդմոն Մարուկյանի գործողություններն մի հատ հետևեք վերջին ամիսներին եւ տարիներին։ Ամբողջությամբ մի գիծ է տանում։ Եվ ես կարծում եմ, որ մենք ցավոք սրտի հիմա գործ ունենք մի ընդդիմության հետ, որի նպատակը ամենևին Հայաստանի պետականության ամրապնդումը չի։ Եվ ամբողջ այն խոսույթը, որ կա, իրենց տեղավորում է շատ հստակ
Եվ նույնիսկ նախքին կարող ենք չասել։ Իրենք ունեն այդ ծայրագավառականության սինդրոմը, որը Հայաստանում ջախջախվում է։ Իրանց համար Պետրոսյան պետականությունը դա Արևմտյան Ադրբեջանի կամ Արևմտյան Էրմենստանի հանրապետությունն է, դա պետությունը։ Դրա համար իրանք այս ծայրագավառային այս պետությունը ուզում են վերացնեն, որպեսզի ստեղծվի մի հատ նոր պետություն, 4-րդ հանրապետություն, որի անունը կլինի Արևմտյան Էրմենստան։ Էրմենստան չէ, Էրմենստան դրանք չեն թողնի։ Արևմտյան Ադրբեջանի հանրապետություն։ Ու այդ Արևմտյան Ադրբեջանի հանրապետությունը ոչ թե կլինի ծայրագավառ, այլ կլինի Օսմանյան կայսրության, որ Թուրքիան էլ գա ասենց Հայաստան դե որ վերանա, Թուրքիան միանա Ադրբեջանին, մենք ընկնում ենք ամենալավ կտորը, մեջտեղը։ Էլ ծայրագավառ չենք լինում։ Մենք արդեն լինում ենք Օսմանյան կայսրության այն կենտրոնական վիլայետներից մեկը։ Շատ լավ, արդեն մեր դիրքը փոխվում է, մեր նշանակությունը փոխվում է։ Էլ ծայրագավառ, մայրագավառ չի լինելու։ Կենտրոն ենք ընկնում։ Ստեղ լինում Ադրբեջանը, ստեղ Թուրքիան, մեջտեղի վիլայետությունն էլ մերն ալելու, դա կոչվելու է Արևմտյան Ադրբեջանի հանրապետություն։ Իսկ այդ ընդդիմությունը դրանք չեն ուզում, որ լինի Արևմտյան Ադրբեջանի կենտրոնական հանրապետություն։ Ուզում են մենան ծայրագավառ։ Օրինակ Նարեկ Կարապետյանը ասում է, ինչ խաղաղությունից եք դուք խոսում։ Բաքվում բացվում է թատրոն հայկական անուններով։ Ես շատ ցավում եմ Նարեկ Կարապետյանի համար, որովհետև ժամանակին առիթ ունեցել եմ իր հետ շփվելու։ Եվ այն խոսույթը, որ նա որդեգրել է հիմա, ես չգիտեմ, պարտադրված թե այդպիսին է եղել եւ հիմա է բացվել, այդպես լուրջ մտորումներ տեղիք է տալիս։ Այսօր այդ գրել է դրա մասին, որ Արևմտյան Ադրբեջանի թատրոն է բացվել, այնինչ այդ թատրոնը, եթե չեմ սխալվում, 1989 թվականից հետո շարունակել է գործել Բաքվում։ Եվ սրան չգիտեմ ինչ բացատրություն տամ։ Ոչ, տգետ ես դու ուղղակի։ Այդ թատրոնը Բաքվում չի շարունակի գործել։ Նարեկ, էդ էլ որ ասում ես, Նարեկ Կարապետյանը չի ասել։ Ադրբեջանական մամուլն է գրել, որ վերջին օրերին վերաբացվել է Բաքվում ադրբեջանական դրամատիկական թատրոնը, Երևանի Ադրբեջան։ Իմիջիալոց գիտես, չէ՞ Պետրոս։ Այդ թատրոնը ինչև 88 թիվը որտեղ է գտնվել ֆիզիկապես։ Չգիտես։ Դու գիտես, դու կիմանաս, դու արդեն հանրությունը ստացել եք դրանով զբաղվելու։ Երևանում Արցախի հանրապետության ներկայացության շենքում։ Եվ հիմա դատախազությունը դիմել է դատարան, որպեսզի այդ շենքը խլեն Արցախի հանրապետությունից, որպեսզի տանեն սիրուն հանձնեն Ադրբեջանի դրամատիկական թատրոնին, նորից այդ թատրոնը Երևանում վերաբացվի հանուն խաղաղության։ Ու որ պահին, որ Ադրբեջանում այդ հայտարարությունը արին, որ վերաբացում են Երևանի դրամատիկական թատրոնը, քննչական կոմիտեն հաջորդ օրը գնաց ընդդեմ գործողություններ իրականացնել շենք փակին։ Բա, իսկ ինքը ցավում է Նարեկ Կարապետյանի համար, որ նա կարողանում է այդ մասին բարձրաձայնի։ Դրա համար պետք է սիրուն վերցնել այդ մարդկանց թատրոնի շենքն է։ Մենած Արցախ կա, իմ Արցախի հանրապետություն կա, որ իրանք Երևանում ներկայացություն ունենան։ Կա Ադրբեջան, կա Ադրբեջանի դրամատիկական թատրոն։ Թատրոնը կա, շենքը չկա։ Հիմա այդքան ադրբեջանցի է գալու Պետրոս։ 1.5 միլիոն ադրբեջանցի պիտի գա Հայաստան։ Դրանց մեջ մի 500 հոգի թատրոն նայող չի լինելու։ Կլինի։ Բա որտե՞ղ է դա։ Միլիոն հայկական թատրոններ նայեն։ Ոչ, պիտի գնան նայեն ադրբեջանական թատրոն։ Դու էլ ընդ կեթաս Հալոուինին բեմադրես Հալոուին ներկայացումը։ Ադրբեջանական դրամատիկական թատրոնը ներկայացնում է Հալոուին։ Սցենարի հեղինակ գլխավոր ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Արայիկ Հարությունյան։ Բա դու եք եթաս Պետրոս։ Դու եք կաղամ կլնես ընդ։ Հետո այնտեղ կարծեմ 90-ականների սկզբին նույնիսկ կարգավիճակ կա ստացել եւ այլն։
Այսինքն նոր չի։ Իմ գործընկերները գրել էին դրա մասին։ Իհարկե նոր չի։ Իրանք փորձում են այդ հին խոսույթը վերադարձնել դրոշներ են երևում։ այդ բան, ադրբեջանական դրոշների թեման էլ է, այսպես շատ տարօրինակ, որովհետև կամ տպավորություններ այդ մարդիկ առաջին անգամ էին գնացել կապան կամ առաջին անգամ էին քարտեզ վերցրել ձեռքները, բայց ուզում եմ հիշեցնել Նարեկին Կարապետյան, որ երբ որ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին այդպես է կոչվում կարծում օրենքը, խոսքով երբ որ Հայաստանի պետական սահմաններն են հստակեցվում, Սպասի, տգետ։ Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի պետական սահմանները չեն հստակեցվում։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակեցվում են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, մարզերի եւ համայնքների սահմանները։ Միջպետական սահմանները որոշվում են միջազգային պայմանագրերով։ Դրա համար գոյություն ունի պետական սահմանի մասին օրենք, ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենք։ Դե հիմա գիտես Պետրոս ջան, լավ է սովորել այդ մարդը դպրոցում, դրա համար է դասատուն իրեն ճովիրի։ Ուրեմն այդ օրենքը երբ որ ԱԺ-ում ընդունվել էր, Սերժ Սարգսյանը ստորագրել է այդ օրենքը եւ որպես աշխատակազմի ղեկավար եմ ասում, ցանկացած օրենք, որ պետք է գա կամ նախագիծ օրենքի, որ գալիս է, անցնում է աշխատակազմերով։ Հիմա իհարկե պետական կարգը մեր մոտ փոխվել է եւ ուրեմն խորհրդարանական հանրապետություն ենք դարձել։ Այն ժամանակ նախագահական էր եւ նախագահն էր ստորագրում օրենքները։ Եվ անցել է Կարեն Կարապետյան ձեռքի տակով։ Այդ տգետ պետական կառավարման համակարգի փոփոխությունը օրենք ստորագրելու հետ ինչ կապ ունի։ Հիմա էլ է հանրապետության նախագահը ստորագրում եւ հրապարակում օրենքները։ Հիմիկվա սահմանադրությամբ էր միշտ էլ օրենքները ստորագրել եւ հրապարակել է հանրապետության նախագահը։ Հիմա էլ է տենց։ Այդ արդեն իմ փորձից եմ ասում էլի, որպես աշխատակազմի ղեկավար, արդեն գիտեմ էլի, այն ժամանակ նախագահն էր ստորագրում։ Արա հիմա էլ է նախագահն ստորագրում։ Արա սրանք նախագահի տեղն էլ չգիտեն, նախագահն էլ աշխատակազմի ղեկավար չունի, գիտես չէ Պետրոս։ Կառավարությունը, իշխանությունը շատ հաճախ է խոսում հիբրիդային սպառնալիքների մասին։ Եվրամիությունից գումար ենք ուզել, որպեսզի պայքարենք հիբրիդային սպառնալիքների դեմ, ընտրել գումարը տալուց, խոստումը տալուց, ասում են, որ այ Ռուսաստանի սպառնալիքը փոքրացնելու, չեզոքացնելու համար։ Հիմա տեսեք, շատ լավ է, պետք է ցանկացած հիբրիդային սպառնալիք չեզոքացնել եւ ակնհայտ է, որ նաեւ այդ սպառնալիքը գալիս է Ռուսաստանից։ Բայց պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում գործում է Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալությունը, որի կանոնադրության մեջ ուղղակի գրած է, որ նա սպասարկում է Ռուսաստանի Դաշնության պետական շահերը։ Ինչի ենք մենք պայքարում հիբրիդային սպառնալիքների դեմ, եթե բաց օտար երկրի շահերը պաշտպանող լրատվական գործակալությունը, որը առավոտից իրիկուն խոսում է խաղաղության դեմ, գործում է օրենքի շրջանակներում առանց որևէ ծածուկ պայքարի դեմ պայքարել։ Մի րոպե Պետրոս։ Դու աշկես պիտի մի հատ է կախվես տուրնիկից, քո խելքելի պակասեց։ Լսի, ասում ես, բանը, ակնհայտ հիբրիդային սպառնալիքները գալիս է Ռուսաստանից։ Ով ասե, ինչ հիբրիդային սպառնալիք է գալի Ռուսաստանից, ոնց է գալի, այդ եկել է հասել է, ինչ է էլ է, ապուշ դուս ես տալի։ Երկրորդ ասում ես, կա Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալություն, որը ֆինանսավորվում է Ռուսաստանից եւ սպասարկում է իրանց շահերը։ Բա Հայաստանի օրենսդրությամբ գործում է նաեւ Ազատություն ռադիոկայանը, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից։ Դու մտածում ես, որ Ազատություն ռադիոկայանը Հայաստանում ամերիկյան ֆինանսավորվում Վենեսուելայի շահերն է պաշտպանում։ Բա Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը մի քանի միլիոն դոլարի ֆինանսավորում է իրականացնում իբր հայկական ստեղծված լրատվամիջոցների նրանց գործունեությանը։ Բա էդի հիբրիդային
սպառնալիք ու պատերազմ չի Հայաստանի դեմ։ Դու գնացել ես, նստել ես Սպուտնիկ Արմենիայի կանոնադրություն ես կարդալ։ Արա դու կում Հմեկի կանոնադրությունը կյանքում հետ կարդացած կաս Պետրոս։ Սպուտնիկ Արմենիայի կանոնադրությունը դու որտե ես կարդացել։ Դու կարդացել ես։ Ինչ վերաբերում է Սպուտնիկին եւ նման ալիքներին, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը խոսքի ազատությամբ հասել է մի շատ լուրջ մակարդակի եւ դա արձանագրվում է տարբեր ինդեքսներով։ Մենք շատ ավելի բարձր ենք, քան զարգացած մի շարք եվրոպական երկրներ։ Իհարկե, մենք նաև արձանագրում ենք, որ լրատվական դաշտում որոշակի կարգավորումների կարիք կա, եւ ես անձամբ դրա մասին հատկապես վերջին ամիսներին շատ եմ բարձրաձայնում, բայց մենք այդ խնդրի լուծումներին պետք է շատ զգուշորեն մոտենանք, որովհետեւ մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը նաև խոսքի ազատությունն է եւ մենք պետք է այնպես անենք, որ չվնասենք դրան։ Խոսքի ազատությունը Պետրոս, կապես այս մարդկանց են ամենամեծ հաջողություններից է, ուղղակի ինքը ասում է պետք է ուշադիր լինենք, մի քիչ կարգավորումներ անենք, այն անտեղի են ընդդիմադիր լրատվամիջոցները, հեռուստատեսությունները, բաները, արա դրանք պիտի փակվեն, որովհետև ժողովուրդը մենք արդեն հասել ենք ժողովրդավարության շատ բարձր մակարդակի խոսքի ազատության, եվրոպական շատ երկրներից էլ անցել ենք, էլի։ Դրա համար ասենք օրինակ եթերազրկվել է հայկական երկրորդ հեռուստաալիքը, որը տասնամյակներում գործող լրատվական դաշտի եւ հեռուստատեսային դաշտի ամենակայացած հեռուստաընկերություններից մեկն էր։ Եթերազրկվել է Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, որովհետեւ նա կապ ունի դաշնակցության հետ, տասնամյակների իրենց գործունեությունը հաշվի չի առնվել։ Հետո փակվել է Շողակաթ հեռուստաընկերություն, այս վերջերս դերը, դե գիտես Պետրոս, դրանց կրթամշակութային եւ հոգեվոր ծրագրեր են իրականացնում, անթույլատրելի են։ Այն դեպքում այս մարդիկ որ հարցակվել են եկեղեցու վրա, ոնց կարա հոգեվոր մշակութային հեռուստատեսություն լինի։ Դա համար էդի փակվում է։ Ասենք Երևան Today լրատվամիջոց, այդում են բանը դիմակավորված անձինք ներխուժում են համակարգիչները, վերցնում են, տանում են ու երկար ժամանակ մինչև հիմա չեն վերադարձնում։ Anti-fake-ում դե իմնեմնիմի գործերը արդեն բանով է, էլի համարակալումներով է, իմնեմնիմի առաջին, իմնեմնիմի երկրորդ, արդեն բան շտատիվներն էլ ոչ միայն համակարգիչներն են տանում, կամերաները, շտատիվը, հասել են բարձր մակարդակի խոսքի ազատության, դրա համար ճիշտ քաղաքականություն է, այդ իրենց համար շատ կարևոր է։ Էլ չեմ ասում լրագրողների նկատմամբ բռնություններ, լրագրողների գործունեության սահմանափակումներ, քանի դատի են տվել, քանի լրագրողի բան, դա խոսքի ազատության դրսևորումներն է Պետրոս ջան։ Դու ազատ օգտվի դրանից։ Հալալելի քո կերած ղազախական կոմբիկերը։ Պարոն Հարությունյան, դուք իրոք կարծում եք, որ այլ երկրի պետական շահերով գործող լրատվամիջոցը, եթե գործում է մեր երկրում, դա խոսքի ազատություն է։ Պետրոս ջան, խոսքի ազատությունը այն է, որ դու Հայաստանի պետական բյուջեի միջոցներով նստես ու սպասարկես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, որովհետեւ հիմա մեր պետությունը ուզում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամություն անի ու իրանց շահերը մենք պիտի պետական մակարդակով հարգենք, որպեսզի կարողանանք բարեկամություն անել։ Այն մնացածը արդեն Սպուտնիկը կլինի, ազատությունը կլինի, տեղական լրատվամիջոցներ, դրանք սա ավելորդ բաներ են։ Դրանք բոլորը հիբրիդներ են։ Սա պիտի փակվի, մնաս մենակ դու։ Այլ երկրի պետական, ես հիմա Սպուտնիկի մասին չեմ խոսում, ես հիմա առհասարակ նմանատիպ ուրեմն ալիքների կամ լրատվամիջոցների մասին կասեմ, այդ ուրեմն լրատվամիջոցների գոյության պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 21 թվականին տեղի են ունեցել բացարձակ ժողովրդավարական գործընթացներ եւ ժողովրդավարական ընտրություններ, Հայաստանի գործող իշխանություններին քաղաքացիական պայմանագիրի ձևավորած կառավարության հաջողվել է 22, 23, 24 թվականներին ներքին խժդժությունների փորձերը կանխել։ Այո, մենք միտեղ պետքա զիջենք
եւ դա խոսքի թերևս խոսքի ազատություն է, բայց ելի եմ ուզում ասել, որ մենք այո պետք է կարգավորումներ անենք, բայց զգուշ մոտենանք այդ հարցին։ Մենք իրանցով էլ Հայաստանի Հանրապետություն կշարունակենք ժողովրդավարություն հաստատել։ Իմացար Պետրոսյան, այն օրինակ դու սաղորը Գերմանիաները գցած ես, չէ՞, դե որովհետեւ այդպես հյուրանոցում որ միացնում ես հեռուստացույցը, ասեն գնացել ես Գերմանիա, մեկ է միացնում ես իտալական հեռուստաալիք, միացնում ես իսպանական հեռուստաալիք, միացնում ես ֆրանսիական միացնում ես CNN, միացնում ես BBC։ Դրանք սաղ հիբրիդներ են, այդ ցավը տանեմ, դրանք սաղ հիբրիդային հարձակումներ, նշանակում է, եթե դու Գերմանիայում գնացել ես հեռուստացույցը միացնում ես BBC ես նայում, այդ նշանակում է, որ Գերմանիան ենթարկվել է Ամերիկայի կողմից հիբրիդային հարձակումների։ Հələ լավ է, փրկվել ես, այ ախպեր գլուխդ փրկել ես Հայաստան։ Ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մեր հյուրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր, կհանդիպենք ցտեսություն։